Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարո կանխատեսումը խեցգետի նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա բոլոր խեցգետինները իրենց կյանքում անպայման կզգան, բայց այն կլինի տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Անպայման յուրաքանչյուր քարտի էներգիան բոլորը զգալու են։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իմ կոնսուլտացիան on-line է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ բանի ավարտով, որը կլինի շատ ուրախ, երջանիկ, հաջողությամբ ավարտ։ Գուցե ինչ-որ բան իմանաք և այսպիսով շատ ուրախ լինեք, ընտանեկան ինչ-որ երջանկություն է սպասվում, ընտանիքում գուցե ինչ-որ ուրախություն լինի։ Այս քարտը կարող է խոսել նաև օրինակ անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված, նոր բնակարան տեղափոխվելու հետ կապված, նոր բնակության վայր, այս քարտի էներգիան է հաջողությամբ ինչ-որ բանի ավարտ։ Արդեն ամեն մեկը մի ձևով կզգա։ Հնարավոր է օրինակ այս ժամանակահատվածում օրինակ իմանաք, որ արդեն ընդունվել եք որևէ համալսարան, նման ինչ-որ հարցեր ևս կարող են լինել։ Այսպիսով, հաջորդ քարտը մեզ ասում է նրա մասին, որ որևէ կին, ով ծնված է ջրի տարերքի ներքո, դա է խեցգետին, ձկներ կամ կարիճ, ինչ-որ դեր է ունենալու ձեր կյանքում այս կինը։ Թե ինչ ոլորտում կլինի այս փոփոխությունը, այս կնոջ հետ կապված, արդեն ամեն մեկը մի ձևով կզգա։ Սա կարող է լինել թե ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, թե կարող է լինել նոր ծանոթություն։ Գուցե հայտնվի նոր ընկերուհի, նոր գոլեգա կամ ինչ-որ մեկը, ով ձեր մասին գուցե հոգ տանի, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Հաջորդ քարտը մեզ ասում է նրա մասին, որ շատերը ինչ-ինչ պատճառներով գուցե մեկուսանան, իզոլացվեն, այսինքն դա հնարավոր է մեկի մոտ լինի առողջական ինչ-որ խնդիրներով, մյուսի մոտ կարող է պայմանավորված լինել օրինակ հանգստի մեկնելով, քանի որ դա ևս համարվում է իզոլացիան, առանձնանում եք, հանգստանում եք, կամ գուցե ինչ-որ հարց լինի, թեմա լինի, որի շուրջ խորանաք, ձեր գիտելիքները ուսումնասիրեք, խորացնեք ձեր գիտելիքները։ Գուցե ինչ-որ դասընթացների գնաք եւ այլն։ Կրկին որևէ մի կին կա, ով ծնված կլինի կրակի տարերքի ներքո, դա է խոյ, արյուս կամ աղեղնավոր, կրկին այս կինը ինչ-որ ձևով դեր է ունենալու ձեր կյանքում, նույն ձևով, կամ ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը կարող է լինել, կամ էլ կարող է լինել այս կինը նոր ծանոթ, կամ ինքներդ կդառնաք ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ-որ բացահայտմամբ։ Այսինքն բացահայտում կլինի բոլորի կյանքում, բայց ամեն մեկի մոտ մի ձևով, ինչ-որ նորություն գուցե իմանաք մեկի մասին, այս քարտը հաճախ խոսում է հղիության լուրի մասին, եթե ինչ-որ հարցեր առաջանան, անպայման լսեք ձեր ինտուիցիային, քանի որ ամսվա ընթացքում այն ձեզ տարբեր հարցերում կարող է օգնել։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին կլինի ամսի 10-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կարող է թողնել, այստեղ կարծես դուք կփորձեք առանձնանալ մարդկանցից, ավելի մեկուսանալ, ինչ-որ բան, ինչ-որ ձեզ է պատկանում, կփորձեք նրան այսպես պահել, որ ինչ-որ բանից, ինչպես ասեմ, ինչ-որ բան գուցե կարող այն պայմանավորված լինել ձեր զուգընկերոջ հետ, կարծես ինչ-որ բան կպահեք դիմացիներից, դուք ձերը կառանձնացնեք և թույլ չեք տա, որ ձեզ մոտենան, ձեր այսպես տարածքներ չխուժեն, չխառնվեն ձեր կյանքում։ Եվ նորալուսինը կլինի ամսի 24-ին, որը կրկին մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այստեղ շատերը կունենան նոր սկիզբ, նոր փաստաթղթի ստորագրում, շատերն են ունենալու։ Աշխատանքային կլինի, թե այլ ինչ-որ հարցեր կլինեն, բայց ինչ-որ գործողություններ, ինչ-որ փաստաթղթի ստորագրում, հնարավոր է նաև նոր դասընթացներ, օրինակ որոշեք գնալ դասընթացների, բնականաբար ինչ-որ պայմանագիր ստորագրեք, դա ևս համարվում է այս քարտին է պատկանում այդ իրավիճակը, մի խոսքով ինչ-որ նոր սկիզբ է ձեզ սպասվելու։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված հուլիս ամսվա հետ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։